Ձեզ ծանոթ է Ժիզել Պելիկոյի պատմությունը, որը ցնցեց ոչ միայն Ֆրանսիան, այլ նաև ամբողջ աշխարհը։ Ժիզել Պելիկոյին իր ամուսինը 10 տարի շարունակ տվել է թմրեցնող նյութեր, որի ընթացքում եւ ինքը, եւ 70-ից ավելի տղամարդիկ, որոնց ինքն է հրավիրել, Ժիզելին ենթարկել են սեռական բռնության։ Ժիզելը այս մասին իմացել է միայն 10 տարի անց։ Ընդ որում այս ամենի մասին բացահայտել են ոստիկանները միայն այն բանից հետո, երբ Ժիզելի ամուսնու հեռախոսը ուսումնասիրել են այլ սեռական բնույթի հանցագործությունը բացահայտելու համար։ Բոլոր բռնարարները, ովքեր սեռական բռնության են ենթարկել Ժիզելին, ապրել են իրենց տանից մոտավորապես 1 ժամ հեռավորության վրա։ Ժիզելը եղել է քնած վիճակում, անգիտակից ու ընդհանրապես չի հասկացել, թե ինչ է իր հետ տեղի ունենում։ Ոստիկանները Ժիզելի ամուսնու հեռախոսից հայտնաբերել են տարբեր ֆոտոներ, վիդեոներ, դրանցում նաև եղել է Ժիզելի աղջիկը, իրենց աղջիկը եւ նաև իրենց հարցները։ Ժիզելը որոշել է հանրայնորեն խոսել իր հետ տեղի ունեցած դեպքի մասին եւ չթաքցնել իր դեմքը։ Հայաստանում սեռական բռնության ենթարկված կանանց միայն 4%-ն է ասում, որ կդիմի իրավապահ մարմիններին։ Հաղորդված դեպքերի մեծ մասը մնում են չբացահայտված։ Իրավապահ մարմինները այնքան էլ լավ չեն աշխատում, իսկ հասարակությունը փոխանակ պարսավանքի ենթարկի, օրինակ բռնություն կատարողին, սովորաբար կրկնազոհացնում են բռնության ենթարկված անձին։ Այստեղ է նաև Ժիզել Պելիկոյի խիզախության ցուցիչը Ժիզելն ասում է, որ ամոթի կողմերը պետք է փոխվեն, ոչ թե բռնության ենթարկված կինը պետք է ամաչի, այլ բռնարարը։ Այս պատմությունը նրա մասին չէ, որ պետք չէ վստահել մեր շուրջը գտնվող բոլոր տղամարդկանց ու պետք է վտանգ սպասել նրանցից, բայց պետք է հավատալ զոհերին ու իմանալ, որ երբեմն անիրական թվացող պատմությունները իրականում տեղի են ունենում։